Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Նամիրբեկովը կոչ արել Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, նշելով այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, իսկ այն բաց թողնելը ըստ ադրբեջանցի պաշտոնյայի սխալ կլինի։ Բաքվից կրկին հայտարարել են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից եւ դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից։ Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի մարզերում, Աստանա կատարած այցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա ղազախ գործընկեր Մուրադ Նուրթլեուն իր հերթին ասել է, որ ապագայում Ղազախստանը կրթաթոշակներ կհատկացնի Հայաստանից ժամանած ուսանողների համար։ Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաև Երևանի եւ Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի նախագիծը, առևտրատնտեսական եւ այլ հարցեր։ Միրզոյանը Նուրթլեին հրավիրել է Երևան։ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ Լրատվականը հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը, ինչ աշխատանքներ են տարվում եւ ինչն է պատճառը, որ հյուպատոսությունը դեռ չի բացվել։ Ձեր կողմից բարձրացրած հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում, պատասխանել է արտաքին գործերի նախարարությունը։ Պատերազմի վտանգը ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու վաղը կա, իշխանական թևից են հայտարարում, բայց նաև համոզված են, թե պատերազմի առիթ չկա, հիմք չկա։ Այստեղ միաժամանակ նկատում են նաև, թե խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Բաքվի պահանջները լեգիտիմ չեն, իսկ Բաքուն պահանջների շարք է շարել, չի ստորագրում ու չի ստորագրում։ Քննարկել են արդյոք կմահաճության այս դոզայի ադրբեջանական լեվելը Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Ռուբիոն Փաշինյանին ասել է, թե Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է։ Բարձր ռանգի ամերիկացի պաշտոնյան խաղաղության համաձայնագրից է խոսել, շեշտել ամուր խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը պահելու համար։ Փաշինյանն էլ պատմում է, երկուսս էլ այն կարծիքին էինք, որ համաձայնագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի ու վավերացվի։ Մասնագետները վերլուծում են ու թերևս Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է զսպել Բաքվի ախորժակը կանխել Անկարա-Բաքու գործակցությամբ հնարավոր էսկալացիան։ Միացյալ Նահանգները ըստ Կովկասագետի դեռ իր անելիքը պիտի որոշի։ ԱՄՆ-ի կոչը հիմնականում ուղղված է նրան, որ իր խաղի մեջ ոչ մեկ չխառնվի, այսինքն մինչև որ Ամերիկան չի որոշել ինչ պետք է կատարվի, ոչ մեկ ոչ մի բան չանի, որը հասկանալի է, որովհետև տարածաշրջանը շատ բարդ է եւ կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ։ Վաշինգտոնում պետքարտուղար Ռուբիոյի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հանդիպումն էլ եղավ։ Այստեղ էլ ուշագրավ հատված կա։ Ռուբիոն այստեղից էլ խաղաղությունից է խոսել։ Ամերիկյան կողմի կարճ հաղորդագրությունում կարդացինք։ Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղությանը։ Թրամփի օրակարգում ըստ մասնագետների հիմա նախ Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելն է։ Ամերիկյան կողմի Իրանի ճնշելու ճանապարհներն են թերևս որոնում։ Եվ ցանկացած այլ գործոն, որ կխանգարի այդ առաջնահերթությանը, հիմա նահանգներին հարկավոր չէ։ Ամերիկան գիտի, որ Բաքվի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում շատ բան կարող է փոխել։ Հետևաբար հակված են առայժմ լարվածություն թույլ չտալ։ Ամենակարևոր պահը նա, որ ինչի մասին կպայմանավորվեն Ամերիկան եւ Ռուսաստանը, Ամերիկան եւ Թուրքիան, Թուրքիան եւ Ռուսաստանը Հարավային Կովկասի մասով, որովհետեւ եթե Հարավային Կովկասի խաղացողները այս պահին խոսքը գնում Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին մնան ինքնուրույն, ես ոչ մեկ չզսպիչ սահմանապակի իրանք կհարվածեն։ Եթե ԱՄՆ-ին ոչ մեկ չզսպիչ սահմանապակի իրանք կպատրաստեն եւ կհարվածեն Իրանին։ Այսինքն ստեղ ուժային բալանսի մասին է խոսքը, ռազմաքաղաքական բալանսի մասին է, Ռուսաստան, Իրան մի կողմից, ԱՄՆ մյուս կողմից եւ հիմա գնում են այդ բանակցությունները, թե ոնց պետք է դասավորվի տարածաշրջանի ճարտարապետությունը։ Այս պահին տեսնում ենք, որ գոնե հանրային հարցակում ԱՄՆ-ն ոչ է անում պաշտպանել այն խաղաղությունը, որը այս պահին կա։ Սա ըստ մասնագետների ամենևին էլ չի բացառում Ալիևի արկածախնդրության դիմելու ագրեսիայի գնալու հնարավորությունը։ Մասնագետների աչքի առաջ է 2023-ի սեպտեմբերի 14-ին Սենատում ամերիկյան կողմ ամենաբարձր մակարդակով բառացի էր հայտարարում. Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, բայց ուղիղ 5 օր անց հետևեց Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու Ալիևի վայրագությունները։
Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Այն ամրապնդում է Մոսկվայի եւ Թեհրանի որպես ռազմավարական գործընկերների կարգավիճակը եւ ընդգրկում համագործակցության բոլոր հիմնական ոլորտները՝ պաշտպանություն, ահաբեկության դեմ պայքար, էներգետիկա, ֆինանսներ, տրանսպորտ, արդյունաբերություն եւ այլն։ Ռուսաստանը պատրաստ է համաձայնել Սևծովում կրակի դադարեցմանը, սակայն դա կանի պատժամիջոցների վերացման դիմաց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոյի խոսքով որոշ պայմաններ ներառում են այնպիսի պատժամիջոցներ, որոնք Ամերիկան չի սահմանել։ Այդ պայմաններից մի քանիսը ներառում են պատժամիջոցներ, որոնք սահմանվել են Եվրոպական միության կողմից, ասել է նա։ Նրա խոսքով հրադադարի քննարկման փաստն արդեն դրական է։ Ես կարծում եմ, որ դա լավ է, որ եւ ուկրաինացիները եւ ռուսները խոսում են կրակի դադարեցման մասին կամ էներգետիկայի կամ հնարավոր է Սև ծովի մասին, ընդգծել է Ռուբիոն։ Մարտի 26-ի ուշ երեկոյան ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա։ Պայթյուններ են լսվել Խարկովում, Դնեպրում եւ Սումիում, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Հարձակմանը պատասխանել է Վլադիմիր Զելենսկին, նա կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա եւ ասել, որ ուկրաինական քաղաքների վրա ամենօրյա հարձակումները տեղ չեն թողնում խոսել պատժամիջոցների վերացման մասին։ Վարշավայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների ավարտին անդրադառնալով Ռուսաստանի հարձակման հնարավորությանը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. Դաշինքի անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի պատասխանը կործանարար կլինի։ Վլադիմիր Պուտինը կամ որևէ այլ գործիչ, որ կփորձի նման քայլի դիմել, պետք է հստակ ըմբռնի, որ մեր պատասխանը շատ հզոր է լինելու, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնն ընդունելով Ուկրաինայի նախագահին։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Մոսկվան փորձում է լրացուցիչ պայմաններ ներառել Սևծովում հրադադարի մասին համաձայնագրում։ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է պատերազմը շարունակել, պետք է ճնշում գործադրել նրանց վրա։ Որքան շատ ռազմական տեխնիկա արտադրվի Եվրոպայում, այնքան ավելի խաղաղ կլինի մեզ համար այստեղ ապրելը, ասել է Զելենսկին։ Մակրոնը նշել է, որ խաղաղապահ ուժերը, որն արևմուտքը ցանկանում է ուղարկել Ուկրաինա, կկարողանա ռազմական պատասխան տալ, եթե հարձակվեն Ուկրաինայի վրա։ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան Համաս շարժման խոսնակ Աբդել Լաթիֆ Ալ-Կանուան։ Ինչպես հայտնել է Ալ Ջազիրան, Աբդել Լաթիֆ Ալ-Կանուան գտնվում էր Ջեբալիա քաղաքի վրաններից մեկում, երբ այն խոցվել է իսրայելական ինքնաթիռի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտասահմանյան մեքենաների վրա 25% մաքսատուրք սահմանելու ծրագրի մասին։ Հայտարարությունը անմիջապես դատապարտել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որն այն անվանել է ուղղակի հարձակում կանադական աշխատողների վրա։ Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, մենք կպաշտպանենք մեր ընկերություններին, ասել է Քարնին։ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ասել է, թե իրենց կառավարությունը քննարկում է համապատասխան միջոցների հայտարարությանը պատասխան տալու համար։ Բնականաբար մենք կդիտարկենք բոլոր տարբերակները, Թրամփի խոսքով մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ին։ Միացյալ Նահանգները կարող է նվազեցնել չինական ապրանքների մաքսատուրքերը, եթե Պեկինը հաստատի TikTok-ի վաճառքը, ինչը թույլ կտա սոցցանցին շարունակել գործունեությունը Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտարարել է Թրամփը։ TikTok-ը գնելու շատ եղանակներ կան եւ մենք կգնենք լավագույնը երկրի համար։ Գուցե ես Չինաստանի համար մի փոքր իջեցնեմ սակագները կամ ինչ որ նման մի բան, որպեսզի հասնեմ դրան։ Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ կարող է երկարաձգել Ամերիկայի Միացյալ Նահանգներում TikTok սոցիալական ցանցի արգելափակման հետաձգումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. եթե պաստառը ակցիան վիրավորանք չի պարունակում եւ արարքը չի խաթարում ազգային ժողովի բնականon գործունեությանը, այն չպետք է եւ չի կարող խոչընդոտվել։ Միակ բանը, որ ես պետք է անեի 3 խնդրել պետական պահպանության ծառայության աշխատակիցներին վերադարձնել պաստառը եւ չխանգարել ձեզ իրականացնել ակցիան։ Կզրուցեմ գործընկերների հետ նման իրավիճակները ապագայում կանխելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշարք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունից եւ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա։ Ստացված տվյալների համաձայն ընտրողին առաջարկվել է ընտրակաշարք Գյումրու ավականու արտահերտ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քրեական ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու եւ դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին 3:23:40-ի սահմանում Բավրագյուղից 6 կիլոմետր հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ եւ Ղազանչի գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։
Գյուղատնտեսության ոլորտում կներդրվի ապահովագրական համակարգ պետական աջակցությամբ, ապահովագրավճարի մինչև 80%-ը կսուբսիդավորվի։ Պետությունը կաջակցի ոչ միայն տնտեսվարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ նաև կաջակցի ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Ինչը որոշակի դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսության ոլորտում, հատկապես հացահատիկի մշակության ոլորտում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով բոլոր ուղղությունների վրա ապահովագրական պոլիսներ բացվի եւ հստակ ճիշտ աշխատանքի ճիշտ մեխանիզմներ կիրառելու արդյունքում այլապես կունենանք նախորդ տարիների վատ հետևանքները, ինչպես հիշում եք, որ գրեթե մեծամասնությունը սկսեցին օգտվել ապահովագրական ընկերություն, ճիշտ մեխանիզմների դեպքում այն խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման համար։ 2025 թվականի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Քանի որ Հայաստանում նախորդ տարիներին պիլոտային ձևով սկսվեց ապահովագրական process-ը եւ ապահովագրական գրեթե բոլոր ընկերությունները ավելի շատ վնասով աշխատեցին, քան շահույթ ունեցան, դրա պատճառով արտասահմանյան այն ընկերությունները, որոնց միջոցով վերապահովագրում էին մեր ապահովագրական ընկերությունները, հրաժարվեցին ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրելու համար։ Այդ պատճառով այս տարի պետությունը իր ձեռքն է վերցրել ապահովագրականի գործառույթը եւ փորձում է սուբսիդավորել, ֆինանսավորել այդ գործընթացը։ Բարձր վնասաբերությամբ պայմանավորված վերապահովագրական ընկերությունը դուրս եկավ հայկական շուկայից եւ ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու նպատակով այդ գործառույթը ստանձնեց Հայաստանի կառավարությունը, որն իր միջոցների հաշվին իրականացրել է նաեւ ապահովագրավճարի սուբսիդավորումը։ Կառավարությունում համարում են, որ գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողներ կան։ Նրանք ինչ որ բանաձևեր են գտնում, ձևավորում մեխանիզմ, ըստ որի իրենց համար ոչ թե հողը մշակել, բերք ստանալն է նպատակը, այլ հողն ապահովագրելը, ապահովագրավճար ստանալը։ Անվստահությունն է համապատասխան մարմինների նկատմամբ, ինչը բերել հանգեցրել է այս վիճակի։ Պլյուս եթե ապահովագրական վճարներն էլ բարձր գներ լինեն, բնականաբար գյուղացիները շատ դեպքերում կհրաժարվեն այդ բարձր գինը վճարելու։ Գյուղ ոլորտը ապահովագրելու մասին որոշում կայացնելիս հայտարարվեց, թե կան որ մարդիկ, որ տեղյակ լինելով, թե որ հատվածներում է կարկուտ լինելու, հենց այդ հատվածում են ցանկ կատարում ծառ տնկում եւ սպասում են, որ կարկուտն ավիրի բերքը, իրենք էլ ապահովագրությունը ստանան։ Հողատարածքը դա ինքնագլորջ է Երևանի փողոցներում պատականորեն գցեց, ինչը նշանակում, որ իմանալով կարկուտ է գալիս, կարկուտ եկող մասերը կամ գյուղացին վանգան չի, կամ մետեորոլոգ չի, որ կարողանա հասկանալ, երբ որտեղ կարկուտ կգա, որ ինքը միտումնավոր ցանի եւ ապահովագրական վճարը ստանա։ Կառավարությունում խնդիր են դրել իրենց արժեվ անել այնպես, որպեսզի համակարգը կայանա, ծառայի իր նպատակին եւ լինի մաքսիմալ արդյունավետ։ Հայ կնոջ զգեստապահարանի խորհրդավոր ու մութանկյուններն են բացահայտում Երևանի պատմության թանգարանում։ Ցուցադրության համար ավանդապահոցներից դուրս են բերել Վանի, Մուշի, Ուրֆայի, Այնթափի, Կարինի, Կարսի կանանց հարսանեկան զգեստներն ու գիշերազգեստները։ Երկդարյա պատմությունով հանդերձանքը հայ տիկնայք խնամքով են պահպանել։ Բացառիկ է այս ցուցահանդեսը կարող եմ ասել նրանով, որ առաջին անգամ է հենց հանրությանը ներկայացվում։ Ցուցանմուշներից կարելի է հենց եզրակացնել, որ դրանք թաքնված մի գաղտնատուփի նման մի բան են, որոնք եւ կանանց, եւ անգամ երեխաներին, եւ ուսանողներին, եւ տղամարդկանց հետաքրքիր է։ Հավաքածուի իսկական զարդը Երևանի հարսանեկան զգեստն է, մետաղաթելով ու ձեռքի նուրբ գործվածքով։ Սա բացառիկ ցուցանմուշ է, քանի որ միայն մեր թանգարանում կարող եք տեսնել։ Զգեստը կարված է ավանդական տարազով, գոտի գոգնոցը ամբողջը ասեղնագործված է ոսկե թելով, ոլորված տրեզ է կոչվում։ Տեսնում եք կենաց ծառի պատկերներ, վերևի հատվածը, կրծքի հատվածը, որ ամբողջը ասեղնագործված է, ինչպես ազգագրագետներն են ասում, դա թակարդի դեր էր կատարում, որ եթե ինչ-որ մեկը նախանձությամբ նայի հարսնացուին, որպեսզի այդ նախանձությունը, այդ բացասական էներգետիկան խճճվեր թակարդին ներսում։ Ցուցահանդեսը հայ կնոջ նրբագեղությունն ու ճաշակն է մատնացույցանում, թե ինչպես է ավանդական տարազից անցում անում դեպի համամարտկայինը, դեպի եվրոպականը, պահպանելով ազգայինը։ Իսկ օրինակ երևանյան այս տիպական տեսարանի ֆոնին էլ ներկայացվում է Երևանի մեծահարուստ կնոջ ձմեռային շքեղ հագուստը։ Կար մի շատ հայտնի վաճառական Հակոբ աղան,
ինչպես այն ժամանակ ընդունված էր, ասում են կուպեց Պերվե գիլդիի։ Տիկին Շամիրամն էլ իր կինն էր։ Այդ տիկին Շամիրամը կրում էր այս հագուստը եւ այդ տարազով նույնիսկ գնացել հասել էր Սանտ Պետերբուրգ։ Մարիա Ֆյոդորովնայի մոտ ռուս կայսրուհու նա գնացել էր իր անձնական ընտանեկան խնդրանքով եւ պետք է ասել, որ կայսրուհին, որի համար զգեստներ էին կարում Եվրոպայի հայտնի դերձակները, շատ զարմացած էր եւ հիացած էր հայուհու տարազով։ Հավաքածուն համալրել են ու ավելի ճոխ դարձրել տարբեր աքսեսուարներով, արծաթե գոտիներով, քունքակախիկներով, օծանելիքով, հին ու գեղեցիկ կահույքով ու սպասքով։ Ցուցադրությունում 19-րդ դարի արհեստանոցներն են, այստեղ են հայ կանայք հագուստ պատվիրել։ Ազնվականների ննջասենյակներն ու անձնական իրերն են։ Այս անկյունում դուք կտեսնեք ամենա անձնական իրերը, շապիկը, սեղմիրանը, պանտալոնները։ Եվրոպական թանգարաններում հետաքրքիր մի փաստ արձանագրեմ, երբ ներկայացնում են սեղմիրանները, միշտ կողքը ռենտգենի լուսանկարն է լինում, որպեսզի տեսնեն, թե կանայք ինչ տանջանքների են դիմակայել հանուն գեղեցկության։ Երևանի կանայք զգեստները եւ ներքնազգեստը կարող են գնել խանութներից, ինչի մասին մենք իմանում ենք Երևանյան հայտարարություններ թերթից, որտեղ նշված են, որ խանութներում էին վաճառում ներքնազգեստ։ Թանգարանի առաջին հարկում էլ ցուցադրվում են նամակներ, բացիկներ, Մարգարտե Ապարանջան, լուսանկարների ալբոմներ, գործում է նաև ֆոտոանկյունը։